մի օրինակ էլ բերենք, վատ օրինակ է, բայց պիտի բերեմ, հա, անընդհատ հիշեցնում են լուսահոգի մեր ընկերոջ Պողոս Պողոսյանի մահվան դեպքը, երբ որ դու հիշեցնում ես, ասում ես, բայց դա դժբախտություն է եւ չպիտի այդ դժբախտության վրա մարդիկ դիվիդենտներ շահեն, չէ՞։ Երբ որ ասում ես, բա հղի կնոջ վրա երթը, միանգամից պատտում ասում են, դա դժբախտություն է, դժբախտ դեպք եղել, ինչի եք, եւ նույն Նիկոլ Փաշինյանը ո՞նց է բացատրում այդ երևույթը։ Ասում է, խո ես բան չեմ, վարորդը չեմ, անվտանգության աշխատողը չեմ, իր մեքենան է, էլի, հա, իր անվտանգություն ապահովող մեքենան է, եւ այսպես շարունակ։ Այս մարդը ունակ է, ընդունակ է եւ անընդհատ ու ամեն վարքյան փորձում է պիտակավորել։ Նա արդար մրցակցության կողմնակից չի եղել երբեք։ Խառնակցությունը իր էությունն է եւ այս ընտրություններում էլ է խառնակցությամբ զբաղված։ Ես հորդորում եմ մեր հայրենակիցներին, նաեւ ձեզ, իր ամեն մի գործողության մեջ տեսնել, բացահայտել, վերհանել խառնակցության տարրական էլեմենտը։ Նույնիսկ հիմա, երբ որ գնում է քաղաքացիների հետ հանդիպումների, էլի մի բան պետք է բզբզա։ Թիմ 1 ամբիոնից ասում են, որ Հայաստան դաշինքը այլևս հաջորդ խորհրդարանում չի լինելու։ Վերջերս հայտարարեց։ Հա, ասում են, թող ասեն, ինչ ասեմ։ Այդ իրանց ցանկությունն է, երազանքն է։ Ես էլ ասել եմ, հաջորդ խորհրդարանում շատ իմ մեծ ցանկությունն ու վստահությունն է, որ ազգային ժողովի ամբիոնում քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներից մարդ նստած չի լինելու, առնվազն գոնե նախագահող։ Իրենք էլ վստահ են, որ իրենք են անցնելու։ Հա, իրենք վստահ էին նաև, որ խաղաղություն են բերել, երբ որ Ստեփանակերտի ամենամեծ եկեղեցին ավիրում են օրը ցերեկով, երբ որ ամեն օր, ամեն օր հայ ժողովրդի արժանապատվությունն է ոտնահարվում։ Սա խաղաղությունն է իրենց համար։ Պարոն Մինասյան, բարձր ամբիոնից բացի նաև ցածր ամբիոներ։ Ոչ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ աֆիլիացված հասարակական քաղաքական ակտիվիստներ են հորդորում ձեզ Ռոբերտ Քոչարյանին իմաստավորի դուրս գալ ընտրապայքարից, որովհետև դուք հոշիացնում եք ընդդիմադիր դաշտի ձայները։ Ես չեմ ուզենա անդրադառնալ, նոր քիչ առաջ ես ասեցի, նաև շատ հարցեր կան, որոնք որ այս փուլում համարում են ոչ միայն ոչ ճիշտ անդրադառնալ այդ հարցերին, այլ նաև անգամ սխալ պնդումներին չպետք է պատասխանենք ագրեսիվ կամ այլ դրսևորումով, որպեսզի չվնասենք մեր այս կարևոր ընթացքը։ Եվ ես չեմ ուզում անդրադառնալ այդ պնդումներին, այդ հայտարարություններին, այդ մոտեցումներին։ 5 տարի Հայաստան դաշինքը գործել է։ Դաշնակցությունը մեր գործընկերների հետ միասին, երկրորդ նախագահի քաղաքական թիմի հետ միասին մենք գործել ենք։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության, երրորդ հանրապետության պատմության մեջ դաշինքը շարունակում է գործել։ Դուք կարող եք հիշել որևէ երկրորդ դեպք, չկա փլուզված դաշինք։ Չկա։ Հակոբյանի վերածնող Հայաստանի դաշինքը, բայց չփլուզվեց, չէ՞։ Բայց դաշինքը ձևավորվել էր երկու քաղաքական բայց ուժերի դաշինքը Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Այո, բայց դաշինքը չփլուզվեց, այո։ Տեսեք, մի վարքյան, այդպես արագ ասելով չի։ Եթե դաշինք, Հայաստան դաշինքը շարունակում է գործել, այդ նշանակում է ինչ-որ արժեքներ կան, չէ՞, որ ոչ միայն դե ֆակտո էլ է գործում, խորհրդարանում ով է խոսում։ Տեսեք, խորհրդարանում ես խոսում եմ Հայաստան դաշինքի մասին։ Այսինքն անձինք կարող են փոփոխության ենթարկվել, խորհրդարանում էլ պատգամավորների մի մասը մանդատները դրել է, դուրս է եկել, փոխարինվել է, բայց Հայաստան դաշինքը մնացել է եւ մնում է քաղաքական օրակարգի կարևոր քաղաքական ուժերից մեկը։ Տեսեք, ես բան չեմ, տենց ինքնասիրահարված որ ասեմ ամենահիմնական, ամենագլխավորը, թեև կարող էի դա ասել, որովհետև ամենամեծ ընդդիմադիր քաղաքական միավորն է խորհրդարանական ուժը, ավելին դաշնակցությունն էլ իր պատգամավորական ցանկով ըստ էության ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է, բայց ես այդ էլ անգամ չեմ առաջին պլան բերում, որովհետև մեր գլխավոր խնդիրը ոչ թե ամեն գնով առաջինը լինելն է, այլ ամեն գնով ձեռքբազատվելն է այս իշխանություններից։ Հիմա ես հուսամ
մեր ժողովրդի վստահությունը, որ իշխանությունը պետք է փոփոխվի, չարժանանա իշխանության հերթական ապօրինի վարքագծի։ Որովհետև ես զգում եմ, տեսնում եմ, նշույլներ եմ արդեն, ոչ միայն նշույլներ, ակնհայտ օրինակներ կա, երբ որ անցնում են արդեն ոչ միայն սահմանադրական կարգավորումների սահմանները, բարոյականության նորմերն են անցնում։ Սա ժողովրդավարական ընտրություններին բնորոշ բան չի։ Պարոն Նեսյան, դուք Ջայրով երթին մասնակցելու եք։ Որ թողեք հասնեմ հենց կիսատ գործեր կա եւ անպայման Պարոն կմասնակցեմ։ Մինասյան մի հարց է սահմանադրության Ներեք էլի այս թեման մի հարցում։ Դանիել Լեոնիսյանը գրել է, որ դա եւս հանդիսանում է հայ-աղափական դաշնակցության միջոցառումը եւ դրա ֆինանսավորումը պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Նա ինչ ֆինանսավորման է տեղի ունենալու։ Ինչ ֆինանսավորում։ Նկատի ունեն ջահերը։ Ջահերը մեր մոտ անցյալ տարիներից ձեռք բերվածը կա, դրա վերաբերյալ հայտարարագիր ենք մենք ներկայացել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, բացատրություն ենք տվել։ Երկրորդը դրոշները նախկինում ձեռք բերված շարունակում են մնալ, այդ թվում նաև Արցախի դրոշը։ Էլ ինչ կա այնտեղ։ Ուրիշ ինձ թվում է, հա, բեմահարտակ կամ այլ պարագաներ, դա կարող են լինել նաև, քանի որ ջայերով երթը հանրային միջոցառում է, այն դադարել է լինելու բացառապես դաշնակցության միջոցառումը, հա, հանրային միջոցառում է, ազգային մակարդակով բարձրացված միջոցառում է, եւ կարող են լինել նաև անհատներ, անձինք, կազմակերպություններ, ովքեր իրենք էլ են մասնակցում, իրենց նախաձեռնությամբ, իրենց ծախսերով, ասենք ենթադրենք մեկը բերել է մեքենայով դրոշներ եւ բաժանում է մարդկանց։ Դա ո՞նց կարող է վերագրվել դաշնակցությանը, հա։ Կամավոր գործողություն է, որ կատարել է։ Հետևաբար պարոն Իոնիսյանին ուզում եմ տեղեկացնել, որ շնորհակալություն իհարկե հիշեցման համար, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն իսկ մեր հաշվետվություններում նախորդ տարիների ներկայացրել ենք ջայերով երթի այն հատվածը, որը որ կազմակերպական ֆինանսավորման առումով հայ-աղափական դաշնակցություն կուսակցությունն է իրականացրել։ Մնացած մասով կարծում եմ հետագայում ավելի, եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ունենա հարցեր, մեծ սիրով կպատասխանեմ։ Մի հարց էլ պարոն Մինասյան, ձեզ որպես իրավաբանի եմ հարցնում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ասում է, եթե մենք անցնենք խորհրդարան եւ սահմանադրական մեծամասնություն ձևավորենք, մենք կփոխենք սահմանադրության համապատասխան դրույթը, կվերացնենք արգելքը, որը խոչընդոտում է, որ այս պահին Սամվել Կարապետյանը դառնա պատգամավորի թեկնածու, հետո դառնա նաև վարչապետ եւ այդ խութը արգելքը վերացնելուց հետո Սամվել Կարապետյանին կդարձնենք Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Որպես իրավաբան դուք կողմեք սահմանադրական կարգը տապալելով Ներողություն, բայց ինչ սահմանադրական կարգի տապալման մասին է խոսքը գնի, տեսեք։ Ինչ են ասել մարդիկ ըստ ձեր ձևակերպումով, ասում են, եթե իրենք ունենան սահմանադրական մեծամասնություն, ենթադրվում է, որ սահմանադրության այդ հոդվածի փոփոխությունը պահանջում է 2/3, այսինքն 66%-ից ավելի ձայն, իրենք իրավունք են ստանում կատարել սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություն, որը ոչ թե հանրաքվեի, այլ ազգային ժողովի իրավասության հարց է։ Այստեղ սահմանադրական կարգի տապալման մասին չի կարող խոսք գնել։ Երկրորդը, Հայաստանի վարչապետ դառնալու համար բացարձակ անհրաժեշտ չէ լինել պատգամավոր ըստ սահմանադրության։ Բավական է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընդ որում գործող սահմանադրությամբ միայն Հայաստանի քաղաքացի եւ ազգային ժողովում ունենալ մեծամասնություն անձինք, ովքեր կքվեարկեն։ Հիմա տեսեք, նորմը, որի մասին ասվում է, վերաբերում է կառավարության անդամներին ներկայացվող սահմանափակումներին։ Խոսքը չի գնում պատգամավորների մասին։ Խոսքը գնում է կառավարության անդամների սահմանափակումների մասին։ Սահմանադրական այդ նորմը փոփոխման է ենթակա ոչ թե հանրաքվեով, որովհետև պատգամավորների հարցը հանրաքվեով է։ Իսկ կառավարության անդամների ներկայացվող պահանջները կարող է փոփոխվել առանց հանրաքվեի։ Բայց առաջ չընկնենք։ Բայց ես գնահատում եմ իրենց անկեղծությունը, ճիշտն ասած, ավելի լավ չի անկեղծորեն ասել, թե իրենք ինչ են ուզում, քան թե ուղիղ գլխի վրա հակառակ հայտարարություններ անել, ինչպես Նիկոլ Փաշինյանը, գա եւ անել ուղիղ հակառակ բաներ։ Ես բարձր եմ գնահատում բոլոր այն քաղաքական ուժերի եւ գործիչների խոսքը,
որոնք հրապարակային բաց տեքստով իրենց մտադրությունների մասին ասում են։ Այսինքն սահմանադրությունը մեկ անձի հակով, այսպես ասած, պերեդելկա անելու ուժեղ Հայաստանի մտադրությանը կողմ եք։ Ես չեմ համարում դա մեկ անձի վրայով պերեդելկա, ինչպես դուք գրեցիք, անելու, ավելին ասեմ, եթե ես չեմ սխալվում, նույն Նիկոլ Փաշինյանը ինքն էր հայտարարում, որ այդ սահմանափակումը պետք է վերացնել։ Ես ուզում եմ հիշեցնել իր պարլամենտում ունեցած ելույթներից մեկի ժամանակ ինքը ուղիղ տեքստով էր դա ասում։ Ու եթե չեմ սխալվում 148 հոդվածն էր սահմանադրության, որ անհրաժեշտ է անիմաստ սահմանափակումը, անտրամաբանական սահմանափակումը վերացնել, որպեսզի հնարավորություն տրվի նաև Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերին ներգրավվելու Հայաստանի կառավարման գործում։ Այդ ինչ եղավ